Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Ֆաշիզմն ամենամեծ չարիքներից էր, ֆաշիզմի դեմ հաղթանակը շատ կարևոր իրադարձություն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վետերանների մշակույթի եւ հանգստի այգում, որտեղ նա Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ ծաղիկներ է խոնարհել Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված հերոսների հուշարձանին։ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է վետերաններին մայիսի 9-ի տոնի կապակցությամբ։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոջորիշվիլին հանդիպում է ունեցել Վրաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իշիզուկա Հիդեկիի հետ։ Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների եւ բազմակողմ համագործակցության արդի հարցերի լայն շրջանակ։ Զրույցի ընթացքում գոհունակությամբ արձանագրվել է Վրաստանի եւ Ճապոնիայի համագործակցության դրական դինամիկան։ Հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքական, առևտրատնտեսական, туриզմի, մշակութային եւ ժողովուրդների միջև հարաբերությունների ոլորտներում համագործակցության խորացման հնարավորություններին եւ հեռանկարներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանում ընթացող գործընթացներն ու մարտահրավերները։ Դեսպանը եւս մեկ անգամ վերահաստատել է, որ Ճապոնիան անշեղորեն սատարում է Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը իր միջազգային ճանաչված սահմաններում։ Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվորեն աշխատելու Վրաստան-Ճապոնիա հաջող համագործակցության շարունակման ուղղությամբ, նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ներգրավված էր Վրաստանում իշխանությունը փոխելու փորձի մեջ։ Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Բայդենի վարչակազմը վնասել է վրաց-ամերիկյան հարաբերությունները, նա փորձել է այստեղ փոխել իշխանությունը եւ մասնակցել Վրաստանի կառավարության դեմ դիվերսիոն գործողություններին։ Պապուաշվիլու խոսքով այն բանից հետո, երբ 2025 թվականի հունվարին Սպիտակ տան ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը դադարեցրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորումը, Եվրոպայից սկսել են գումարներ հոսել դեպի վրացական հասարակական կազմակերպություններ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտահոգված է, որ Պակիստանի եւ Հնդկաստանի լարվածությունը կարող է վերածվել ակտիվ հակամարտության։ Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա Ալ-Սուդանիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը նշել է, որ խոսել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ, հավելելով, որ Թուրքիան ձգտում է բացել երկխոսության ուղիներ եւ նվազեցնել լարվածությունը։ Մենք մտահոգված ենք, որ Պակիստանի եւ Հնդկաստանի միջև լարվածությունը կվերածվի թեժ հակամարտության հրթիռային հարձակումների պատճառով, որոնց հետևանքով բազմաթիվ խաղաղ բնակիչներ են զոհվել։ Ես մաղթում եմ Աստծո ողորմածությունը մեր եղբայրներին, որոնք զոհվեցին հարձակումների ժամանակ, եւ կրկին ցավակցություն եմ հայտնում եղբայրական Պակիստանի ժողովրդին եւ պետությանը։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան արժեքավոր է համարում Պակիստանի առաջարկը Ջամույում եւ Քաշմիրում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական հարձակման միջազգային հետաքննության վերաբերյալ։ Ի տարբերություն նրանց, ովքեր յուղ են լցնում կրակի վրա, մենք ամեն ջանք գործադրում ենք լարվածությունը նվազեցնելու եւ երկխոսության ուղիներ բացելու համար, նախքան իրադարձությունները կհասնեն անդարձելի կետի։ Պակիստանն ու Հնդկաստանը մեղադրել են միմյանց հինգշաբթի օր անօդաչու թռչող սարքերով հարձակումներ իրականացնելու համար, իսկ Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հետագա հակահարվածը ավելի ու ավելի հավանական է։ Հինգշաբթի օրվա փոխանակումները տեղի են ունեցել 1 օր անց այն բանից հետո, երբ Հնդկաստանը հայտարարել է, որ հարվածել է Պակիստանում գտնվող 9 ահաբեկչական ենթակառուցվածքների օբյեկտների՝ ի պատասխան ապրիլի 22-ին Հնդկաստանի Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման, որն աջակցություն է ստացել Իսլամաբադի կողմից։ Ստամբուլում ընդդիմության հազարավոր կողմնակիցներ դարձյալ հանրահավաք են անցկացրել բողոքելով Ստամբուլի պաշտոնան կարված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ։ Ընդդիմության գլխավոր կուսակցության ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը ելույթ է ունեցել ցուցարարների առջև։ Օզելը նշել է, որ իր կուսակցությանը թույլ չեն տվել լուսավորել հրապարակը, ինչը ստիպել է կողմնակիցներին օգտագործել իրենց հեռախոսների լուսարձակները։ Որոշ մարդիկ, որոնք ցանկանում են ստվեր գցել այս մեծ ոգևորության վրա, ամեն ինչ արել են, որպեսզի թույլ չտան մեզ լուսավորել այս հրապարակը։ Իմամօղլուն բանտարկվել է մարտի 23-ին, սպասելով կոռուպցիայի մեղադրանքով լսումների, որոնք նա հերքում է։ Մի քայլ, որը ընդդիմությունը եւ որոշ եվրոպացի առաջնորդներ անվանել են քաղաքականացված եւ հակաժողովրդավարական եւ որը համազգային հանրահավաքների պատճառ է դարձել։
Թուրքիայի իշխանություններն արգելափակել են առաջիկա նախագահի ընտրությունում Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից, բանտարկված ընդդիմադիր գործիչ Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հաշիվը X-ի սոցիալական ցանցում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Իմամօղլուն այլևս չի կարող հաղորդագրություններ ուղարկել Թուրքիայում X-ի ցանցի իր մոտ 10 միլիոն հետևորդներին, սակայն նրա հաշիվը դեռևս հասանելի է արտասահմանում։ Իմամօղլուի սոցիալական ցանցի հաշիվը նրա հիմնական գործիքն էր իր կողմնակիցների հետ շփվելու եւ հանրության ուշադրությունը գրավելու համար։ Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ 3 անգամ Թուրքիայի ամենամեծ քաղաքի ղեկավար ընտրված Էքրեմ Իմամօղլուն կհաղթեր նախագահի ընտրությունում, եթե կարողանար առաջադրվել։ X-ի ներկայացուցիչ փաստաբանը նշել է, որ ինքը սոցիալական մեդիա հարթակի խնդրանքով դատական հայց է ներկայացրել։ Ստամբուլի դատախազությունը հետաքննում է Իմամօղլուի հաշվում կատարված գրառումը այն հիմքով, որ այն կարող է համարվել հանցագործություն կատարելու հրահրում, հայտնել են Էրդողանի մամուլի ծառայությունից։ Անցած ամիս հրապարակված գրառման մեջ Իմամօղլուն դատապարտել էր իր ձերբակալությունը եւ ընդդիմության նկատմամբ ավելի լայնածավալ ճնշումները, ազգին կոչ անելով դժգոհություն արտահայտել եւ բարձրացնել իր ձայնը։ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում Թեհրանում հանդիպում է ունեցել Իսլամական Հանրապետության տնտեսական հարցերի եւ ֆինանսների փոխնախարար Մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև միջսահմանային առևտրային հոսքերի եւ հսկողական գործընթացների դյուրացման նպատակով երկկողմ գործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս համատեքստում մասնավորապես անդրադարձ է կատարվել հայ-իրանական սահմանային անցակետերում մաքսային ստորաբաժանումների միջև համակարգված եւ կայուն փոխգործակցության ամրապնդմանը, ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժի դյուրացման, մաքսային հսկողության եւ ձևակերպումների պարզեցման եւ օպտիմալացման շրջանակում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ներդնելու համատեղ ջանքերը բեռների տեղափոխման գործընթացներն ավելի արագ եւ դյուրին իրականացնելու ուղղությամբ, այդ թվում բեռնատարների սպասարկման թողունակությունը բարձրացնելու առումով, հաշվի առնելով ագարակ սահմանային անցման կետի ընթացիկ վերակառուցումը։ Երկու երկրների մաքսային ծառայությունների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի լիարժեք ներդրման մասով ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ։ Քննարկվել է հայ-իրանական սահմանին պարզեցված մաքսային միջանցքի ներդրման հայեցակարգը, որպես մաքսային ձևակերպումների եւ բաց թողման գործընթացների արագացմանը միտված նորարարական մոտեցում, ինչի գործառնական շրջանակն առաջիկայում առավել կհստակեցվի։ Հանդիպման մասնակիցներն անդրադարձ են կատարել նաև լիազորված տնտեսական օպերատորների փոխադարձ ճանաչման հարցին եւ հաստատել իրենց պատրաստակամությունը այս ուղղությամբ բանակցություններ սկսելու եւ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու մասով։ Իրանական լրատվամիջոցները հեռարձակել են տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը դիտարկում անօդաչու թռչող սարքերի ստորգետնյա բազան, սակայն հրապարակված չէ, թե երբ եւ որտեղ է նկարահանվել տեսանյութը։ Այցի ընթացքում գեներալ Հոսեյն Սալամին շրջել է բազայում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար բրիգադի գեներալ Ալի Ռեզա Թանկսիրիի հետ։ Հաղորդագրության համաձայն բազան հագեցած է ուժեղացված եւ արդիականացված սարքավորումներով ուժեղ ծովային պաշտպանության համար։ Բազան բացվել է այն օրը, երբ Իսրայելը տասնյակ ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին, ինչը տարածաշրջանի ամենածանր ռմբակոծություններից մեկն էր Իրանի կողմից աջակցվող Հեզբոլայի հետ անցած տարի կնքված հրադադարից հետո։ Տեսանյութը հեռարձակվել է Միացյալ Նահանգներ-Իրան միջուկային բանակցությունների սպասվող 4-րդ փուլից առաջ, որը ըստ Վաշինգտոնի եւ արևմտյան դաշնակիցների ուղղված է զենք արտադրելուն։ Մինչդեռ Իրանը պնդում է, որ այն նախատեսված է բացառապես քաղաքացիական նպատակներով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Հռոմի Պապ Լևոն 14-րդին նրա ընտրվելու կապակցությամբ, հաղորդում է ադրբեջանական պետության ղեկավարի պաշտոնական կայքը։ Վատիկանը երեկ հայտարարեց, որ 69-ամյա ամերիկացի կարդինալ Ռոբերտ Բրիևոստը դարձել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավարը։ Նա հայտնի կլինի որպես Հռոմի Պապ Լևոն 14-րդ։ Ուրախ եմ իմ եւ Ադրբեջանի ժողովրդի անունից անկեղծորեն շնորհավորել ձեզ Հռոմի Պապ ընտրվելու կապակցությամբ։ Ադրբեջանի եւ Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը, անկեղծ երկխոսությունը եւ փոխըմբռնումը օրինակելի են։ Մենք հատուկ նշանակություն ենք տալիս Սուրբ Աթոռի հետ հարաբերությունների զարգացմանը։ Ադրբեջանում, որն ունի հանդուրժողականության եւ բազմամշակութային արժեքների դարավոր հարուստ ավանդույթներ, կրոնական, հոգեվոր եւ էթնոմշակութային բազմազանության պահպանումը պետական քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն
մեկն է։ Ալիևը հույս է հայտնել, որ Ադրբեջանի եւ Սուրբ Աթոռի միջև արդյունավետ համագործակցությունը կշարունակվի հաջողությամբ, համընդհանուր արժեքների տարածման եւ քաղաքակրթությունների միջև փոխըմբռնման ու վստահության մթնոլորտի ստեղծման առումով։ Ադրբեջանի նախագահը նորընտիր Հռոմի Պապին քաջառողջություն, երկար կյանք եւ հաջողություններ է մաղթել։ Բաքու, Մոսկվա, Բաքու երթուղով ազալի չվերթները վերսկսվել են նախորդ օրվա երեկոյից եւ այժմ իրականացվում են ըստ ժամանակացույցի սովորական ռեժիմով, ասված է ազալի տարածած հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ ազալի Բաքվից Մոսկվա չվերթները հետաձգվել են Ռուսաստանի տարածքում գործող սահմանափակումների պատճառով։ Ռուսաստանում թռիչքների սահմանափակում էր մտցվել ԱԹՍ-ների հարձակման սպառնալիքի պատճառով, հետաձգվել ու չեղարկվել են հարյուրավոր չվերթներ։ Մարոտ Հարվերդյան, հարևաններ։